Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Մեր այս չորեքշաբթի օրվա սերտողությունը սիրով ձեզ մատուցում ենք մենք հին կտակարանից, շարունակում ենք մեր սերտողությունները Առակների գրքից 10-րդ գլուխ 17-ից 18 համարները։ Վերնագիրն է միայն լսելու մեջ չի հնազանդությունը, այլ Աստծո խոսքը կատարելու մեջ է։ Գիտեք, երբեմն Աստծո խոսքը բացում ենք, կարդում ենք, բայց խոսքերը չի ներթափանցում մեր մեջ։ Միգուցե մտքերով ենք կամ հոգսերով ենք լինում ու ճիշտ մտադրությամբ ու աղոթքով չենք սկսում մեր ժամանակը անցկացնել Տիրոջ հետ։ Հետևաբար, Աստծո խոսքը չի արմատավորվում մեր մեջ։ Աստվածաշնչի ամեն մի խոսքը կյանք է ընծայում, սակայն եթե լսես կամ կարդաս միայն ու չկատարես Տիրոջ կամքը, Տիրոջ խոսքերը, կմնաս նույնը մեղավոր անձնավորություն, քանի որ նա ով Սուրբ Հոգուն չի լսում ու չի կատարում Սուրբ Հոգու կամքը, նա անհնազանդ է ու ոչ հավատարիմ։ Այսօրվա սերտողությունը մեզ հենց սա է սովորեցնում, որ լինենք լսող ու կատարող Տիրոջ խոսքերն ու կամքը։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, Քո խոսքերը ուսումնասիրելու համար եւ այս առաքելության համար, որ մեզ տվել ես Տեր Աստված, սովորեցնենք Քո խոսքը եւ աշակերտենք Քո խոսքերով։ Աղոթում եմ Տեր մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ նրանց յուրաքանչյուրին եւ մեզ բոլորիս իհարկե աշակերտես Քո խոսքերով։ Աղոթում եմ այսօրվա սերտողությունը թող Սուրբ Հոգով առաջնորդված լինի եւ թող Սուրբ Հոգին մեզ դասավանդի։ Աղոթում ենք Հիսուսի անունով։ Ամեն։ Եկեք սկսենք 17 համարից։ Ուրեմն գրված է անիրավ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բուժում է։ Սա ինչ է նշանակում։ Նա ով ներկայացնում է մեկին, ընդհանուր առմամբ խոսենք, ունի կարևորագույն պարտականություն։ Նա պետք է ազնիվ ու հավատարիմ ծառայել այն անձի կամ հաստատության շահերը։ Իսկ այս դեպքում, երբ մենք հավատացյալներս համարվում ենք պատգամավորներ Հիսուս Քրիստոսի, հարկավոր է հավատարիմ ծառայել Տիրոջը։ Եթե լսենք կամ կարդանք մեր Տիրոջ խոսքերը եւ հակառակը անենք, պարզ է, որ չարիքի մեջ կընկնենք։ Դրա համար հավատարիմ դեսպանը բուժում է, որովհետև նա հիմնված է Տիրոջ վրա ու նրանից միայն բարին ու Տիրոջ Հոգին է, որ արտացոլում է նրա մեջ կամ նրանից։ Նա ով Հիսուսին ունի, նա նոր մարդ է ու նրա մեջ կյանք կա։ Այսինքն սա նշանակում է հետևյալը. քանի որ մենք ներկայացնում ենք Տիրոջը եւ համարվում ենք մենք պատգամավորներ, ինչպես որ Պողոս առաքյալն է մեզ սովորեցնում, հարկավոր է, որ մեր պարտականությունները բոլորը փայլուն կերպով կատարենք։ Իսկ եթե մենք չկատարենք փայլուն կերպով, պարզապես ինչ որ գրված է Առակների գրքում, այս 17 համարում, չարիքի մեջ կընկնենք մենք, որովհետև ինչ է մեզանից պահանջում Տերը։ Առաջինը մենք կարդում ենք իր խոսքերը եւ ավետարանը եւ հասկանում ենք, որ առանց Հիսուսի փրկություն չկա։ Երկրորդ հերթին հասկանում ենք, որ եթե իր կամքը չկատարենք, իր գործերը չկատարենք, հետեւաբար մենք կմնանք մեր մեղավոր էության եւ կյանքում, հա, մեր մեղավոր անձերը իհարկե կթելադրեն մեզ մեր բոլոր քայլերը եւ մեր նիստուկացը հիմնված կլինի միմիայն մեղավոր էության հիման վրա, հետեւաբար մենք կընկնենք ու մեծ ձախողությունների կհասնենք։ Եվ ամենակարևորը ասեմ, որ եթե չընդունես Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, պարզապես հավիտենականությունը չես անցկացնի Աստծո հետ, այլ կլինես դժոխքում։ Սա շատ պարզ ու կարևոր կետեր են։ Իսկ ընդհանրապես ասեմ, որ հավատարիմ դեսպանը, ինչպես որ գրված է, բուժում է, որովհետև հավատարիմ դեսպանը Աստծո խոսքը եւ ավետարանն է բերում 1. Երկրորդ հերթին նա ով ապաշխար է փրկվել է ունի Հիսուս Քրիստոսին, նոր մարդն է համարվում, վերստին ծնված է նա, հետեւաբար այդ անձնավորության մեջ գոյություն ունի Սուրբ Հոգին։ Իսկ քանի որ Սուրբ Հոգին կա նրա մեջ,
Նրա բոլոր խոսքերը, մտքերը պետքա լինի Տիրոջ վայել եւ հետեւաբար նրա նպատակը ոչ թե վնաս հասցնելն է, այլ օգուտ բերելն է, օրհնանք բերելն է։ Իսկ այդպիսի մարդ, որը բարի դեսպանն է համարվում, կատարում է առաջինը Տիրոջ կամքը, երկրորդ հերթին էլ նա մարդկության համար օրհնանք է, ոչ թե անեծք։ Եկեք հիմա անցնենք 18 համարի։ Խրատը մերժողի համար աղքատություն եւ նախատինք կա, իսկ հանդիմանությունը պահողը պատվի կարժանանա։ Այս համարը կարող ենք համ հոգևոր, համ գործնական պրակտիկ ձևով անցալել, քանի անգամ է մեզ ասվել, երբ երեխա ենք, որ մեծի խոսքը լսողը ոտքը քարին չի դպչի։ Նույնպես եւ ավելի առավել է Աստծո խոսքը, երբ կարդում ենք կամ լսում, հարկավոր է կատարող լինենք, թե չէ կա սարսափելի հետևանք։ Իհարկե, ինչպես որ նոր ասացինք 17 համարի մեջ, Աստծո խոսքը իր մեջ զորություն ունի եւ Տիրոջ խոսքով մենք զորանում ենք եւ նրանով մենք հասկանում ենք, որ մեղավոր ենք եւ փրկության պետքություն ունենք։ Իսկ եթե մենք չընդունենք Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, պարզապես այդ սարսափելի հետևանքի մասին ենք խոսում։ Եվ նա, ով չի ընդունում Հիսուսին եւ չի ապաշխարում, չի փրկվի եւ կգնա դժոխք։ Նույնպես եւ փոքրուց, որ մեզ ասում էին կրակի հետ մի խաղա, թե չէ կվնասվես, նույնը մեղքի մեջ լինելն է ու Տիրոջը մերժելը եւ Աստծո խոսքերը չլսելը Տիրոջ խրատը։ Ուրեմն հարգելիներս, այս երկու համարով մենք հասկանում ենք, որ պետք է լսելու համար հարկավոր է պատրաստ լինել սրտով, որ մենք իսկապես եւ անկեղծորեն Տիրոջ խոսքերին մոտենալ ճիշտ մտադրությամբ, աղոթքով նախ եւ առաջ եւ պատրաստենք մեր սրտերը Տիրոջ խոսքը ուսումնասիրել։ Երկրորդ հերթին, երբ ուսումնասիրում ենք, կենտրոնանանք Տիրոջ խոսքի վրա, խոկանք Աստծո խոսքի վրա եւ աշխատենք, որ ճիշտ ընկալենք ժամանակ տրամադրելով, ճիշտ հասկացողությամբ, եւ երրորդ կետը ընդունելն է եւ կատարելն է։ Եվ եթե մենք այս 3 կետերի շուրջ կենտրոնանանք եւ կատարենք, պարզապես առակների այս երկու համարները մեզ դա է խրախուսում։ Աղոթում եմ, որ Տերը թող ձեզ առատորեն օրհնի այս խոսքերը լսելու պես, դուք ամբողջությամբ իհարկե այս պատգամը ստանալու պես դիտեք եւ վերջում էլ կիսվեք ձեր մտերիմների հետ, որպեսզի նրանք էլ օրհնվեն Աստծո խոսքով։ Աղոթում ենք Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։